Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք ոսպով ապուր, իմ ամենասիրած ապուրներից մեկն է, որը երեխա ժամանակից արդեն իմ մայրս միշտ պատրաստում էր, ինքը ավելի ավանդական ապուր է, որը իմ մեծ մայրս եւ այլն սաղ կյանքերին պատրաստել։ Հետաքրքիրը այն է, որ այս ապուրը կամաց ինքը մի քիչ evolution-ը ապրել ու հիմա արդեն պատրաստվում է ոսպով, պաստայով, իրա main համեմունքը, կամ կարող ենք ասել գլխավոր համեմունքը, անուխն է, չորացած, սխտորն է, ցիտապտղից հետն է, ու մնացածը արդեն ոսպին վրա է, բայց այնքան համով է դառնում, որ եթե կան ձեր դները երեխեք կամ ինչ-որ մարդիկ, որ ոսպ չեն ուտում, անպայման այս ուտեստը պատրաստեք, տեսեք ոնց են հավանելու ոսպը եւ ուտելու։ Եվ գիտեմ, որ գրելու եք ինձ ապրես շաղիկ, որ այս ճաշը ասեցիր, օգտակար բան են ուտում իմ երեխեքը եւ միևնույն ժամանակ իրանք հաճելի վարքյաններ են ունենում։ Այսօր պատրաստելու ենք ոսպով ապուր։ Մեզ անհրաժեշտ է 1 բաժակ ոսպ, 150 գրամ պաստա, հացի կտորներ եւ մի հատ լիմոն, մի գլուխ սխտոր։ Համեմունքներից մեզ պետք են ա սև բղբեղ, կարմիր բղբեղ, երկու տեսակի կծու եւ ոչ կծու եւ չորացրած անանուխ։ Եվ իհարկե extra virgin ցիտապտղից հետ։ Ահա, հիմա ոնց ենք սկսում։ Ուրեմն բերում ենք մի հատ ոսպ, գնում ենք մարանիկից մի հատ ոսպ վերցնենք։ Իսկ ինչ կանա պետք, մեզ մի բաժակ է պետք։ Իսկ մի բաժակ ոսպին ես օգտագործում եմ մոտավոր 250 գրամ պաստա։ Բայց մարդիկ կան ավելի են թնում, ես սիրում եմ ոսպի եւ պաստայի համաչափությունը պահեմ։ Իսկ ոնց ենք անում։ Այստեղ ունենք արդեն ջուրը երացրած, մոտավոր հաշիվ արեք, որ 1 բաժակ ոսպին 4 բաժակ ջուր ենք դնում, որովհետեւ պիտի տնենք միջև արդեն սկսի եփիլ, բայց 100-ը 100 չեփելուց ավելացում ենք պաստան։ Հիմա ինչ ենք անում, քանի որ ոսպը թրել ենք եփելու, ես բզդիկ տենց տապակի պես բան է պետք ինձ, որպեսզի հացերը կարմրացնեմ։ Իրականում կարևոր չէ, կարող եք ինչ-որ ուրիշ տեսակ հացով ուտել, առանց ոչ կարմրացնելով եւ այլն, ազատ եք, նույնիսկ կարող եք ոչ հացով ուտել, բայց իրականում ինքը այդքան հետաքրքիր է համը, որ վերջում, երբ որ ուտում ես, այդ մի քիչ չրոտ մասն է մնում, ուզում ես այդ 2-3 պատառը այդ հացերը տատախես ուտես, մի քիչ հայկական է ստացվում, բայց դենց համով է։ Ստեղ դնում եմ, որպեսզի կարմրացնեմ այս երկու հացերը, մինչ այդ արդեն ոսպը կեպի։ Հիմա այստեղ ունենք սխտոր, այստեղ ունենք լիմոն, մենք պետք է քմենք կամ քամենք, մինչև որ ոսպերնից եփի։ Ուրեմն, սկզբում երևի լիմոնը կքմենք։ Ես սիրում եմ այս սուպին վերջավորության սխտորը եւ լիմոնը ավելացնել, որովհետեւ սիրում եմ այդ ոսպը պաստան մի տետև համեմունքով եփին, անշուշտ այդ համեմունքը աղը եւ բղբեղներն են միան, շատ պետք է չի ջանրացնել, որովհետեւ այդ ոսպին համը պետք է հասկանք, դրա համար էլ վերջում ավելացնում ենք մի քիչ այդ սխտորը եւ լիմոնը, անշուշտ եւ անանուխը չմոռանանք։ Այդ անանուխի գործողությունը շատ հետաքրքիր է ստացվում, հեսա կտեսնեք, իրականում պետք է ցիտապտղից հետ այդ անանուխը մի թեթև կարմրացնենք, ավելի ճիշտ է տաքացնենք ու հետո ավելացնենք։ Այսպես քամում ենք, քամեցինք մեր լիմոնները, ես քամում եմ, բայց երևի մեկը քակամ է, որպես ավելի արագ գլա եւ ուժեղ։ Թեվախակը շատ բարձր է, ախր միջև իջն է ելը։ Հա, որ մխոն այդ մասն է տնում, որ սակոնա հոգնում, ես ասում եմ քամեցինք այդ լիմոնները, բայց մեկա սուտ չեմ խոսում, ասում եմ քամեցինք, չեմ ասում քամեցի, ահա, այստեղ լիմոնը ունենք, սխտորը պետք է ճզմենք, չնայած այս սխտորի գործողությունը լիլոն է սիրում, արի, հիմա լիլոն սիրում է, ասա մեկա գլավանա հիմա, կամ որ սխտորը կշնչի, մի րոպե դու ընդեղ կանգնի, բահվդիր, այստեղ թադարգում ենք,
մի մասը ավելացնում եմ։ Ու շարունակում ենք։ Արի Լիլո։ Ո՞ր տեսեք թե ով ճաշակում իրական։ Հեչ։ Ես թողեմ որ դա Հա։ դրկեսի բր։ Իբր։ Ավելացնում եմ։ Իրականում կարող է շատ մարդոց թվավոր սխտորը շատ է։ Ես սիրում եմ սխտորը շատ, բայց եթե կուզեք մի քիչ ավելի թեթև անել, հանգիստ կարող եք, բայց դենց չանեք, որ առանց սխտորի անեք, մի քիչ թեթևացրեք, այսինքն մի գլուխ սխտորի փոխարեն օգտագործեք օրինակ գոնե 5-ից 6 բջիջ սխտոր։ Հիմա մի հատ նայում ենք մեր ոսպին, քանի որ մի հատ ցերկով ուզեցի նայել, քանի որ դեռ ամուր է, պատրաստ չէ։ Մի քիչ պետք է փափկի, փափկելուց հետո ավելացնեմ պաստան, այսինքն բայց 100-100 չեփելուց առաջ։ Հացիկի նայենք, արդեն կարող ենք դարձնել։ Ավելացնում ենք աղ։ Մի թեթև, շատ թեթև սև բաղբեղ։ Կարմիր բաղբեղը երկու տեսակ եմ դնելու կծու եւ ոչ կծու։ Այս մեր ունեցածը կծուն է։ Դրա համար մի քիչ ավելի քիչ։ Իբր էսի քիչն է։ Էս էլ շատ կաղցրը, պապրիկան։ Այդ խառնում եմ։ Արդեն ավելացնում ենք պաստան։ Հիմա միջև պաստան եփի, մենք պետք է անենք ցիտապտղից հետո անուխը։ Ստեղից պետք է մի հատ անուխ գտնենք։ Եվ ցիտապտղից հետո Ստեղ դակացել է արդեն, ավելացնում եմ ցիտապտղից հետո պատրաստ է մեր անուխը։ Նայում ենք պաստային, արդեն մի քանի րոպե է։ Տեսեք ոնց է ինքը։ Մի քանի րոպեից արդեն պատրաստ կլինի։ Ուրեմն հիմա ավելացնում ենք սխտորով թութուն։ Վաու, ինչ հոտ է։ Յամիտո։ Միջև վերջնական եփի, ես տեղից մի հատ բաղբեղ եմ վերցնելու։ Որպեսզի անուշիկ զարդարենք, երկու սլես բաղբեղ գտնենք։ Էս էլ է պատրաստ։ Մեր հացիկները արդեն կարմրացրել ենք, պատրաստ է։ Ու ինչ ափսեի մեջ ենք տնելու, ես որոշել եմ Թոնյանայի այս աբուրի ամանը օգտագործեմ։ Կարող ենք հացիկներն կողքը դնել։ Դե ինձ սիրելիներս, մեր այսօրվա սուպը պատրաստ է, մի հատ տեսեք գեղեցկություն, մի հատ տեսեք քույն։ Yani bir de ինքն իրեն սկաց, բայց ինքն իրեն դղան։ Սենց մի հատ խառնում ենք, այսպես այն կլինում, ու արդեն լցնում ենք մեր ափսեի մեջ։ Yummy! Ես պատրաստել եմ 2 հատ կարմիր բաղբեղ։ Այստեղում ու մեր հացիկները։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա մեր համով աբուրը պատրաստ է։ Կարող եք շատ հանգիստ պատրաստել աշնանային այս
ատմոսֆերայում շատ համեղ կստացվի, հետաքրքիր համ ունի, մի քիչ թթվաշ, մի քիչ գծվոտ անշուշտ գալիս է սխտորից, սխտորը եթե ավելի քիչ տնեք, գծու չի լինի, ու արդեն երկու տեսակի փոշի բաղբեղ եք օգտագործել, մի հատը գծու, մի հատը քաղցր, որ մեկը գուզեք ավելի կարող եք շատացնել կամ կճացնել։ Իմ համար շատ համեղ է, իրականում ուզում եմ դուք էլ պատրաստեք ու վայելեք այս համերը ու ասեմ, որ այս աբուրը իմ ռեստորանում, այսինքն սուպերի բաժնում անպայման գա, որովհետև իմ ամենաֆեյվորիտ սուպերից է։ Եթե սիրտ չունեք պատրաստելու, կարող եք գնալ Շաղիկ ռեստորան եւ վայելել։ Իսկ առաջ որ համը վայելենք ու փորձենք, հիշացնեմ ձեզ, որ մենք ունենք եւ Instagram-յան եւ Facebook-յան էջ, որի անունը Համի Գախնիկ է, բոլորիդ սպասում ենք սիրով ցեզ եւ ձեր մեկնաբանություններին եւ լայքերին։ Եվ չմոռանաք subscribe անել, այսինքն գրանցվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք ոչ մի հաղորդում։ Հիմա փորձում ենք։ Yummy։ Հույսով եմ չեմ վարվի։ Yummy։ Իրականում չեք հավատա, որ ես էսի միշտ պատրաստում եմ ու ամեն ուտելուց ավելի սիրահարվում եմ, որովհետև ես այս համային գաման շատ եմ սիրում։ Սխտոր, անանուխ, ցիտապտղիցետ, ոսպ եւ մի քիչ թթվաշություն։ Oh my god։ Ցես բարյախոջակ, դուք էլ պատրաստեք եւ վայելեք այս համերը, վաղը հանդիպենք։